Մեր խոհանոցում քյուրթան միշտ մատուցվում է հաճարի փլավով, որը հայկական խոհանոցի հիմնական այցեքարտն է, համային կատարյալ համադրություն, իսկ փորձել եք պատրաստել այդ երկու բաղադրիչով շատ համեղ թանձր ապուր։ Եթե ցանկանում եք պատրաստել նոր, հետաքրքիր համային համադրությամբ ապուր, ապա այս բաղադրատոմսը հենց այն է, ինչ փնտրում եք, ստացվում է չափազանց համեղ։ Մեկ անգամ պատրաստելուց հետո այս բաղադրատոմսը կդառնա ձեր սիրելին, հատկապես ձմռան ամիսներին, քանի որ այն ոչ միայն ջերմացնում է, այլ նաև երկար ժամանակ պահում է հագեցվածության զգացումը։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է քյուրթա, հաճարի ծավալ, կարտոֆիլ, գազար, սոխ, մի փոքր փունջ համեմ, յուղ և համեմունքներ։ Պաղպաղակի համար նախատեսված գդալով ձևավորում ենք քյուրթայից գնդիկներ և գցում ենք սառը ջրի մեջ, ինչպես որ հարկն է։ Քյուրթայի մեջ նախապես ավելացնում ենք կոնյակ, սոխ, ալյուր, մեկ ձու և մի լավ հարում ենք։ Եթե ձեռքի տակ նման հարմարանք չկա, կարող եք գնդիկների ձև տալ երկու գդալների օգնությամբ կամ ձեռքերով, ինչպես որ հարմար է։ Կաթսան դնում ենք ցածր կրակի վրա և նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Մանր խորանարդների ենք բաժանում 3 միջին չափի կարտոֆիլ, 1 գլուխ սոխ, քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում 1 գազար։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք գրեթե 1000-ին հասնող հետաքրքիր և համեղ բաղադրատոմսեր։ Հեռացնում ենք փրփուրը, ավելացնում ենք 200 գրամ լվացած հաճարի ծավալ։ Քանի որ բավականին ժամանակ է պահանջվում քյուրթան և հաճարի ծավալը եփելու համար, կարտոֆիլը կավելացնենք մոտ 15 րոպե անց։ Զուգահեռ պատրաստում ենք սոխառած։ Սոխը և գազարը միասին տապակում ենք այնքան, մինչև սոխը դառնա թափանցիկ և յուղը ստանա ոսկեզօծ երանգ։ Անմիջապես սոխ եռի մեջ կարող եք ավելացնել ձեր նախընտրած չոր համեմունքները։ Երբ կանաչիները ավելացնում ենք տաք յուղի կամ ձեթի մեջ, դրանց բույրը ավելի լավ է բացվում։ Ես նախընտրում եմ չորացրած ռեհան, համի համար կավելացնեմ մի փոքր սև և կարմիր պղպեղներ։ Սիրելիներս, երբևէ պատրաստել եք քյուրթայով և հաճարի ծավալով ապուր, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Սոխ եռի բույրը պարզապես անմահական է։ Չոր կանաչիները ավելացնելուց հետո տապակում ենք ևս 1-2 րոպե, այնուհետև ավելացնում ենք ապուրի մեջ։ Եփում ենք ևս 10-15 րոպե։ Երբ հաճարի ծավալը լավ բացվել է, քյուրթան իդեալական եփվել է, ապուրը համեմում ենք աղով։ Թարմություն հաղորդելու համար մարացնում ենք մի փոքր փունջ համեմ, ավելացնում ենք և վերջ, ապուրը պատրաստ է, կարելի է անմիջապես մատուցել։ Բարեկամներ, իմ ալիքում կարող եք գտնել հաճարի ծավալով և սնկով պատրաստվող շատ համեղ փլավի բաղադրատոմս, ինչպես նաև քյուրթայով և լավաշով պատրաստվող ռուլետ։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Այս ապուրը ստացվում է խիտ, շատ համեղ ավանդական համերով, և չհավանելը պարզապես անհնար է։ Մատուցում ենք քյուրթայով և հաճարի ծավալով պատրաստվող մեր շատ համեղ տարբերվող ապուրը և անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ նման համեղ ապուրի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։